Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Он черный, он горячий, он настоящий, он любимый. Любимый Лебо, мой кофе. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մեզ այսօր սպասում է հետաքննական, քարոզիչ չի սպասում հաղորդում, իսկ ինչու հետաքննական, որովհետև այցելել ենք լրագրող հեռուստամեկնաբան Տարոն Պողիկյանին։ Գնանք բացահայտելու նրան եւ իր խոհարարական նկարտումները։ Ողջույն Տարոն։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ, որ այցելել եք, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը հասրել եք առավոտյան արդեն ուսումնասիրել նորությունները։ Հրաշալի է։ Տրամադրությունը շատ լավ, առավոտյան ոչ միայն հասցրել եմ ուսումնասիրել նորությունները, հասցրել եմ աշխատավայրում նաեւ լինել, խմբագրական կազմի էջեպա այդ թրուցքաժողով ունենալ, թրուցքաժողով, այդ լիտուչկանը հայերը, ուզում եմ ասել ճեպազրույց, եւ հասցրել եմ վերադառնալ տուն, որ դիմավորեմ նաեւ ձեզ։ Շատ բարի։ Տարոն, ձեր ազգանունը հազվադեպ հանդիպող ազգանուն է, Կոխլիկյան։ Որտեղից է գալիս այն ազգանունը։ Կա երկու տարբերակ ազգանվան ստուգաբանության, առաջինը ինչ որ գերմանացի կոխ ազգանունով մի մարդ կա, մտածում եմ որ ինչ որ գերմանական ծագում ունի, եւ երկրորդը հայկական այդ կոխ մարզաձևն է եւ մտածում են որ այդ առումով է ինչ որ ստուգաբանությունը, բայց կոնկրետ անկեղծ ինքս էլ չգիտեմ, մերոնք պապայիս կողմը Կոխլիկյանները Լորիից են, Լորի, այսպես մոռացա գյուղը որտեղից, իհարկե ես այնտեղ չեմ եղել երբեք ու ես Դիլիջանում եմ ծնվել, մերոնք շատ շուտ են տեղափոխվել, դեռ պապիկս երևի փոքր է եղել, որ տեղափոխվել են Դիլիջան, բայց ես գիտեմ, որ մենք արմատներով Լորիից ենք ու իմ առօրյա խոսքի մեջ նաև այդ ակցենտը մի քիչ զգացվում է Լորի։ Դեռևս չեմ զգացել որևէ ակցենտ, բայց չգիտեմ օրվա ընթացքում կզգանք, թե չէ։ Դուք որ տարբերակին եք հակված ամեն դեպքում գերմանական արմատներին, թե հայկական արմատներին։ Հայկական արմատներին։ Միանշանակ։ Ինչպես թողեցիք Դիլիջանյան մաքուր օդը եւ եկաք Երևանյան ամենաաղտոտված օդում ապրել եւ գործունեություն ծավալելու։ Նախ ասեմ, որ այն ժամանակ երբ ես տեղափոխվեցի, այդքան աղտոտված չէր օդը, ինչքան հիմա, դա 2007 թվականն էր։ Դա ոնց որ տենց ինքնաբերաբար ստացվեց, դպրոցը ավարտեցի, ընդունվեցի պետական համալսարան, ժուրնալիստիկայի ֆակուլտետ ու արդեն տեղափոխվեցի այստեղ սովորելու, ապրելու։ Շրջաններում ապրող երիտասարդները բազմաթիվ խնդիրներ ունեն, թե իրենց ժամանցը կազմակերպելու, թե իրենց ուսումը կազմակերպելու եւ գալիս են Երևան, ստանում են կրթություն, բարձրորակ կրթություն եւ այստեղ առաջանում է մի հարց՝ հետ վերադառնալ շրջաններ եւ շարունակել այնտեղ իրենց գործունեությունը, թե մնալ Երևանում եւ մասնագիտական գործունեություն ծավալել, որովհետեւ չեմ կարծում, որ դուք Դիլիջանում կկարողանայիք լուրջ արդյունքներ գրանցել ձեր մասնագիտության մեջ։
Իմ մասնագիտության մեջ ես շատ մեծ երազանքներ ունեի եւ բնականաբար այդ իմ երազանքները փոքր Դիլիջանում չէին տեղավորվի, բայց մինչև ես Երևան տեղափոխվելը եւ սովորելը համալսարանում, այնտեղ արդեն 9-րդ, 10-րդ դասարանում թղթակցում էի մի թերթ կար, որը կոչվում էր Երիտասարդ Դիլիջան, եւ այնտեղ ես հոդվածներ էի գրում, քաղաքապետի հետ անգամ հարցազրույց ունեմ, այսինքն կկարողանայի ինչ-որ մի ձև ռեալիզացվել որպես լրագրող, բայց ելի եմ ասում, իմ երազանքները հատկապես հեռուստատեսության հետ էին կապված ու բնականաբար Դիլիջանում այդ պահին արդեն չկար հեռուստաալիքը, որը մի ժամանակ գործում էր քաղաքային, հետևաբար ես չեմ էլ մտածել անկեղծ, որ կարող եմ հետ վերադառնալ ու այնտեղ ինչ-որ մի բան անել, իհարկե մի նախաձեռնություն ունեի, ուզում էի Դիլիջանում ռադիոկայան ստեղծել եւ հիմնադրամներից մեկին էլ նախագիծ էի ուղարկել, իհարկե այդպես երևի լուրջ չքննարկեցին, բայց այդպես անգամ կարգախոս էի մտածել կանաչ քաղաքի ձայնը եւ Դիլիջան FM ինչ-որ sense մի բան, բայց տենց չստացվեց, հետո ես արդեն իմ հիմնական այստեղի գործով ու հետևողական չեղա, բայց ոնց որ դա էլ է իմ նպատակներից մեկը ու գուցե ինչ-որ մի տարիքում վերադառնամ այնտեղ ու նաեւ այդ ռադիոկայանը բացեմ, աշխատեմ։ Տունը հայրական մնացել է Դիլիջանում, ծնողները այնտեղ են ապրում։ Ծնողներս ինձ հետ են ապրում, հիմա երբ ես այստեղ հիմնականում օրվա մեծ մասը տանը չեմ լինում, աշխատանքի եմ լինում, աշխատանքային օրերին իրանք գնում են Դիլիջան, որպեսզի մենակ չմնան Երևանում, այս ինչպես ասում են 4 պատի մեջ, որովհետև այնտեղ մեծ պապական տուն ունենք եւ իրանց այնտեղ իհարկե ավելի լավ է, բայց շաբաթ-կիրակի գալիս են ինձ հետ այստեղ են լինում կամ ես եմ գնում իրենց հետ այնտեղ։ Որոշակի շրջան ապրեցիք նաև Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ գործունեություն էիք ծավալում, խոսենք նաև այդ շրջանի մասին։ Այո, 2023 թվականի հոկտեմբերին տեղափոխվեցի Ռուսաստան, Իդեպ ինչու, խոսենք մի փոքր դրա մասին, հետո արդեն այնտեղի գործունեության։ Ինչու, որովհետև այն լրատվական հոսքերը, որոնք կային մեր երկրում, ես աշխատում էի 5-րդ ալիքում, լրատվական ծառայության պրոդյուսերն էի 2018 թվականից մինչև 23 թվականը, եւ այն ինչ որ տեղի էր ունենում մեր երկրում, մեր երկրորդ հայրենիքում, Արցախում, ես դա իմ սրտին շատ մոտ էի ընդունում եւ ինչ որ մի փուլ հասավ ու ես հասկացա, որ այդ ամեն ինչը արդեն ազդում է իմ առողջության վրա, իմ հոգեկան հավասարակշռության վրա ու եթե մի քիչ էլ շարունակվի, ես կարող եմ ինձ կորցնեմ ու որոշեցի, որ պետքա, այսպես ասած, հանգիստ վերցնեմ։ Այդ շրջանում նաև մենակ էի ապրում այստեղ, որովհետև ծնողներս ու եղբայրս Մոսկվայում էին եւ որոշեցի գնալ միանալ ընտանիքիս, այսպես ասեմ, ու 2 տարի ապրեցի Ռուսաստանում, այո, այնտեղ Alpha Media House լրատվական գործակալություն կա, որը առաջին սփյուռքահայ, այսպես կարող ենք ասել, մեծ լրատվական գործակալությունն է, ինքը խմբագրություն ունի Երևանում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում, եւ ես այնտեղ աշխատեցի մոտ 2 տարի, 2 նախագիծ արեցինք, որոնց թե պրոդյուսերն էի ես, թե վարողը, առաջինը կոչվում էր Հարազատը Հյուսիսից, մենք շրջում էինք Ռուսաստանի հայկական համայնքներով ու բացահայտում մեր հայրենակիցներին, ովքեր որ չգիտեմ, աներևակայելի ձևով պահում են այն ինչ որ հնարավոր է պահել հայկականից, թե պարերի, թե լեզվի, թե մշակույթի առումով, մի խոսքով խոհանոցի առումով, Քաղցած չէին սպասում եւ չէին սպասում հաղորդումները Ռուսաստանում։ Ինձ շատ ասում են դրա մասին, որովհետեւ մենք նաեւ այնտեղի հայերի տուն էինք գնում, ասում էին կլինի ինչ որ հայկական մի բան սարքեք, ու այդ մարդիկ ոչ թե հայկական ինչ որ բան էին սարքում, այլ տենց հայկական մեծ սեղան էին գցում Ղափամայից մինչև տարբեր հայկական ուտեստներ մեզ համար սարքում էին, պատրաստում էին, շատ հետաքրքիր տեղեր են եղել ու նաև շատ Ռուսաստանի քաղաքներ են բացահայտել ու անգամ այնտեղ ապրող շատ բարեկամներ ունեմ Մոսկվայում, ինձ ասում են, որ իրենք 30 տարում այդքան չեն պատտվել Ռուսաստանով, ինչքան որ ես 2 տարում։ Դուք գնացիք Ռուսաստան, բայց վերադարձաք Հայաստան այնուամենայնիվ։ Այո, այս տարվա օգոստոսից Հայաստանում եմ արդեն, որովհետև կարծեցի, որ ժամանակն է այստեղ գալու ու այստեղ շարունակելու իմ մասնագիտական գործունեությունը։ Հարազատս Հյուսիսից նախագծի մասին խոսեցինք, որն էր երկրորդ նախագիծը։ Երկրորդը կոչվում էր Բարի հայկական երեկո Մոսկվայում, Добрый армянский вечер в Москве։ Մենք
հավաքում էինք Մոսկվայում հատկապես ապրող հայ երիտասարդներին եւ նրանց հարցնում էինք թե որ արտիստին կուզեք տեսնել, շփվել նրա հետ եւ մեզ գալիս էին ինչ որ տարբերակներ ու այստեղից մեր արտիստներին Սիրուշո, Արամեն Պետրի, Տաթև Ասատրյան, Սոնա Ռուբենյան, Նունե Եսայան, Էրիկ, Սարո այդ բոլորին մենք հրավիրում էինք այնտեղ եւ յուրաքանչյուրի հետ մեծ հանդիպում էինք կազմակերպում երիտասարդների հետ ու դա ինձ համար էր ճիշտ ասած նորույթ մասնագիտական առումով նորություն, որովհետեւ ես միշտ լրատվական ծրագրերում եմ աշխատել եւ այդ շոու ծրագրերում ինչ որ ժամանցային հաղորդումներում երբեք չեմ եղել ու այս երկու նախագծերը ինձ համար լրիվ նոր աշխարհ էին իմ մասնագիտության մեջ, կարծում եմ որ ստացվել է ինչ որ բան։ Ես դիտել եմ հաղորդումները եւ պետք է ասեմ, որ այո, ստացվել է այն ձեզ մոտ։ Հիմա խոսենք այսօրվա մասին։ Ինչ եք պատրաստելու մեզ համար Լորվա, Դիլիջանյան, թե լրիվ այլ ինչ որ արտասահմանյան խոհանոցին վերաբերող։ Շատ կուզեի, որ հրաշալի տիրապետ էի խոհանոցին, գոնե այնչափ, ինչքան որ իմ մասնագիտությանն եմ տիրապետում ու ձեզ համար կարողանա ինչ որ շատ յուրահատուկ մի բան պատրաստել, որը կլիներ կամ Լորվա կամ Դիլիջանյան, բայց ձեզ համար կպատրաստեմ այն ինչ որ իսկապես կարողանում եմ պատրաստել Սևանի ինչպես այն է Սևանի իշխանից ջեռոցում մի այդպես ճաշատեսակ, որը, չգիտեմ, կարող ենք անվանել օրինակ ձուկը մեր ձևով։ Ձուկը մեր ձևով, իդեպ պետք է ասեի, որ անուն մտածեք, որովհետև պետք է վերջում անվանակոչեք, արդեն անվանակոչեցինք, պետք է գնալ Սևան եւ ձուկ գնել։ Ես արդեն դա արել եմ, շաբաթ օրը գնացել եմ, գնել եմ ձուկը, Ձկները, այո։ Բայց ամեն դեպքում գնումներ ունենք կատարելու։ Այո, ունենք։ Դե առաջարկում եմ այս պահին գնանք գնումներ կատարելու, հետո վերադառնանք խոհանոց եւ անցնենք ձեր առայժման գնացինք գործընթացին։ Շնորհակալություն։ Հա, հասկանալի է, բայց բացարձակ ակցենտ չկա, պետք է ասել։ Դե ես քանի տարի հեռուստատեսություն եմ չեմ խոսում ակցենտով հեռուստատեսություն։ Բայց առօրյայում հատկապես որ նոր է եկել այդտեղ սովորելու, ինձ ամեն երկրորդը համասանում ասում էր բանից ես լորից ես։ Բայց լորին Դիլիջանը իրարից բավականին հեռու ակցենտ։ Մեր ակցենտը ոնց որ ավելի շատ լորվա կողմն է, քան օրինակ Իջևանի, Շամշադինի այդ այն կողմերի վրա։ Տենց էլ չհիշեցիր ձեր գյուղը։ Չէ։ Մեքենան շատ հետաքրքիր գույն ունի, միանգամից աչք է ծակում։ Նախ ինչ մեքենա է։ Չինական Porsche։ Չինական Porsche, Lamborghini Porsche։ Որ ավելի հասկանալի, թե չէ որ իր անունը ասեմ Dongfeng 405 Evo։ Բարձ է։ Էլեկտրական մեքենա է թե բենզինի շարժիչ։ Բենզինով։ Չունեք ցանկություն էլեկտրականի անցնելու։ Այն ժամանակ երբ գնում էի, մի քիչ այդ ժամանակ դեռ էլեկտրականի 2022 թվականներ մի քիչ էսպես անվստահություն կար, բայց հիմա եթե ամեն ինչ լավ լինի, անպայման կփոխեմ էլեկտրականի։ Լավ, բարձ է։ Տեղափոխվենք մեքենայի մեջ, որովհետև մենք ճանապարհին էլ պետք է զրուցենք իրար հետ։ Խնդրեմ Դավիթ, նկարահանեք այն շատ երկար անվանդ մեքենան եւ համեցեք։ Տարոն, քանի որ դուք Հայաստանը լքել էիք այն ժամանակ, երբ երթևեկությունը դեռևս այդքան էլ կաթվածահար եղած չէր, չնայած կային խցանումներ, վերադարձակ այն ժամանակ, երբ լիակատար խցանումներ են եւ 1 կիլոմետր անցնելու համար երբեմն պահանջվում է նույնիսկ 1 ժամ։ Մոսկվայում մկադի խցանումների մասին լեգենդներ են պտտվում, բայց որպես ականատեսի աչքերով որտեղ էր ավելի ծանրաբեռնված երթևեկությունը։ Բնականաբար Երևանում, ես այս նույն մեքենայով Մոսկվայում եմ վարել եւ չգիտեմ իմ բախտից է միշտ այդպես եղել թե ուղակի համընկել է այնտեղ երբեք ժամից ավել խցանման մեջ չեմ կանգնել այստեղ 2 օր առաջ ուղիղ մի ժամ խցանման մեջ եմ եղել Կիևյան կամրջի վրա երեկոյան ու հասկացա որ իսկապես շատ ծանր վիճակում է Երևանում երթևեկությունը ու դրա պատճառներից կարծում եմ մեկն էլ նա որ շատ անկանոն գծանշումներ են հիմա քաղաքում ու հասկանալի չի հիմա դու օրինակ որ գնում ես
այդ երկու հատ հոծգից կա, որը տրորես, որը չտրորես ու այդպես խառնվում ես իրար, դժվարանում ես վարել մեքենան։ Իսկ վարչական իրավախախտումներ վերադառնալուց հետո շատ ունեցաք, թե 2-3 արդեն ունեմ։ Արդեն ունեք։ Հա, վճարել եմ, բայց շատ արագ, երբ շուտ ես վճարում 30% զեղ չեն անում։ Ես այդ ակցիայից օգտվել եմ, վճարել եմ։ Հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Շատ բարդ ու դժվար հարց է։ Ինչ կփոխեի։ Ցանկացած երևույթ, թե շոշափելի, թե ոչ շոշափելի։ Ոչ թե կփոխեի, այլ ուղղակի կավելացնեի համբերության չափաբաժինը մարդկանց, որովհետև ես մեքենա վարելով էլ հասկանում եմ, որ մարդիկ չունեն էլ համբերություն, սպասելու ժամանակ, ցանկություն, կարողություն, իսկ երբեմն այդ չսպասելը, շտապելը շատ ծանր հետևանքների ա բերում, թե վթարների տեսքով, թե այլ ինչ-որ կոնֆլիկտների։ Նաև կոնֆլիկտների, այո։ Իսկ ձեզ համբերատար մարդ համարում եք Տարոն։ Հիմա շատ համբերատար եմ դարձել, 2-3 տարի առաջ բացարձակ համբերատար չէի ու շատ շուտ բռնկվող էի, բայց հիմա դրա ճիշտ հակառակն է։ Ինչ փոխվեց ձեր կյանքում, որ դարձաք համբերատար։ Ուղղակի հանգստացա, ինձ կարգավորեցի, այդքան։ Լավ։ Շնորհակալություն Տարոն, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն խանութի դիմաց։ Շատ լավ։ Ինչ ենք գնելու։ Գնելու ենք գինի, լոլիկ, լավաշ ու էլի մի քանի բան։ Դե շարժվենք առաջ, Գնացինք։ գնանք գտնենք այն բաժինները, որոնք մեզ անհրաժեշտ են, եւ ի դեպ, դուք ինքներդ եք հոգում ձեր գնումների հարցը։ Չէ, քանի որ ծնողներիս հետ եմ ապրում, հիմնականում իրենք։ Առևտուրը, բայց իհարկե տուն գալիս անպայման զանգում եմ, հարցնում ինչա պետք տանեմ։ Այսինքն մթերքների ընտրության հարցում հեշտ կկողմնորոշվեք։ Ընտրության հարցում այո, բայց գներին տեղյակ չեմ ու չեմ էլ նայում գներին երբեք։ Գների մասին կարող եք չմտածել, որովհետև հաղորդման շրջանակներում մենք առաջարկում ենք, որ վճարենք ձեր փոխարեն։ Չէ, դրա համար չասեցի, որովհետև եթե հարցնեիք իսկ ինչը նայում եք արդյոք գներին թե չէ, միանգամից կանխելով ձեր հարցը, ասեցի, որ չեմ հետաքրքրվում Դե գնանք գտնենք բանջարեղենի բաժինը։ Մեծ հյուրեր սպասվում են ավելացող մարդիկ, թե երեքով Եթե եք անակնկալ կաշակելու։ ինչ-որ մեկը որոշի մեզ այցելել, գուցե, բայց կոնկրետ ինչ-որ մեկին ոչ։ Իսկ անակնկալ հյուրեր շատ են լինում։ Լինում են, այո, լինում են։ Մենք լրիվ հակառակ ուղղությամբ եկանք, այնպես որ հիմա կդադարեցնենք նկարահանումը եւ կգնանք բանջարեղենի բաժին, այո։ Հասանք երկար սպասված բանջարեղենի բաժնին։ Լոլիկ, անմիջապես ձեր դիմաց է վարում, նույնպես։ Վարունգ, բանջարեղենի սրանցից։ Եվ ասացիք, որ անհրաժեշտ է նաև լավաշ։ Այո։ Կարծում եմ այս վատը չի։ Ես հայկական ամենաշատը նազրվանն եմ սիրում, ճիշտ է, չգիտեմ հայկականա թե չէ, իր սորտը։ Հայկական է։ Բայց լավագույն վարունգն է, բայց այստեղ ոնց որ թե, այս է լավ կա։ Գտակ։ Այո։ Ուշադրություն դարձնում եք փաստորեն այդպիսի բաներին եւ դա շատ ողջունելի է։ Հա, իհարկե։ Իսկ լոլիկներից որն եք նախընտրում չերի, թե։ Չէ, այս անգամ մեզ չերի է պետք։ Դրա համար չերի կընտրենք, հուսանք այս թարմ կլինի, որովհետեւ մենակ ես մեկն եմ մնացել։ Տարոն, այն ինչը պատրաստելու եք այսօր մեզ համար առաջին անգամ է, թե փորձառություն։ Առաջին անգամ։ Պրեմիերա մեր եթերում։ Այո։ Դե կխնդրեմ, որպեսզի դուք գնաք հացի բաժին, դա այն կողմում էր, որտեղ ի սկզբանե սխալ էինք գնացել։ Վերցրեք լավաշը, կհանդիպենք արդեն դրամարկղի մոտ։ Շնորհակալություն, Տարոն։ Տարոն, մենք ընթացքում մոռացել էինք պղպերը։ Այո։ Դուք ես ուղեցիք այդ սխալը։ հիշեցի վերջում։ Ցուցակներով չեք առաջնորդվում։ Ցուցակ ունեմ, իհարկե։ Ուղղակի ուշադիր չէի կարդացել։ Հասկանալի է։ Եվ այսպես Տարոն, մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 10453 դրամ, 10523 դրամ եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն։ Ես կվճարեմ
Մեր փոխարեն։ Ուզում եի ասել, բայց մտածեցի ճիշտ չի ընկալվի։ Շնորհակալություն շատ Տարոն, մեր հաջորդ հանդիպումը լինելու է արդեն խոհանոցում պատրաստման փուլում։ Տարոն համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են։ Օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Միանշանակ հիշում եմ։ Հապա Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Ոչինչ չունեմ ավելացնելու, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ գործընկերն է Սլաբադան, որը ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան Սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Տարոն սուրճի սիրահար եք թե ոչ։ Այո։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի ներբահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյի թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Արդեն ձեր խոհանոցում ենք Տարոն, ժամանակն է արարելու։ Մեզ անհրաժեշտ է լոլիկ, պղպեղ, ձուկ, ձեթ, աղ, պղպեղներ, ուրց, շատ հետաքրքիր նախընտրություն եւ ձկան համար նախատեսված համեմունք։ Սա ջեռոցում ենք պատրաստելու, ճիշտ է։ Սա պատրաստելու ենք ջեռոցում, ինչպես արդեն ամենասկզբում ասացի, ես աշ չեմ խոհանոցում, դրա համար ինձնից հրաշքներ չսպասի հեռուստադիտողը։ Բայց մենք սպասում ենք ձեզնից հրաշքներ եւ վստահ եմ, որ վերջում հիանալի կարողանալու եք մեզ զարմացնել։ Սկսենք, ինչից ենք սկսում։ Սկսենք ձկից։ Այն արդեն նախապես մշակված է։ Այո, ինձ ասել են, որ 2 մատի չափ հաստությամբ պետք է կտրենք։ Խոսենք հիմա ձեր այս փուլի գործունեության մասին։ Ինչով եք հիմա զբաղվում, Տարոն։ Ես օգոստոս ամսից 21 TV նախկինում Դար 21 հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերն եմ։ Եվ հիմա փորձում ենք այդ հեռուստաընկերությունը, լեգենդար հեռուստաընկերությունը ամենայն դեպս ինձ բոլորիս մանկությունը ապահոված հեռուստաընկերությունը տալ երկրորդ կամ երրորդ կյանք, նոր բովանդակություն բերել, պահելով իր բնականաբար ֆորմատը, երաժշտական ֆորմատը, բայց միևնույն ժամանակ ավելացնելով, օրինակ հիմա այնտեղ արդեն ավելացել է լրատվական ծրագիր, կա հատկապես ռադիոյում այդ FM-ը ֆորմատ է ինքը, որը ենթադրում է երաժշտություն եւ լրատվություն։ Հիմա մենք փորձում ենք դա բերենք հեռուստատեսություն, իհարկե հեծանիվ չենք օրոնում, բնականաբար աշխարհում նման նախադեպեր կան եւ ուրիշ ինչ որ նոր հաղորդումներ, նաեւ համագործակցություն ունենք YouTube-յան ալիքների հետ, մի մասի կոնտենտը արդեն նաև մեզ մոտ ցուցադրում ենք հեռուստատեսությամբ, մի մասի հետ դեռ բանակցություններ են, այսինքն մենք փորձում ենք թե այդ ժամանակի պահանջներից հետ չմնալ եւ այն ինչ որ կա համացանցում, գիտենք որ հիմա այսպես համացանցը կուլ է տալիս հեռուստաընկերություններին, հեռուստատեսությանը, իհարկե ես կարծում եմ որ երբեք հեռուստատեսությունը չի մահանա, միշտ կլինի եւ
փորձում ենք այդպես համացանցը բերելով հեռուստատեսությունը տանելով համացանց, փորձենք ինչ որ մի նոր բան անենք, որը իսկապես հետաքրքիր կլինի ու նորից, եթե ոչ այն նախկին парքը Dark 21-ի, գոնե այն ինչ որ հնարավոր է վերադարձնենք այդ հեռուստաալիքին։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր նաև մեր մասին, համացանցային եւ հեռուստատեսային գործունեության մասին, բայց ես նկատել եմ, որ դուք համացանցում բացարձակ ակտիվ չեք, նույնիսկ ձեր Facebook-յան վերջին գրառումը եղել է 2024 թվականին։ Միգուցե մենք ընկերներ չենք Facebook-ում դրա պատճառով, թե իրականում ինչ որ կա։ Այո, իրականում շատ ճիշտ եք նկատել, Facebook-ում ակտիվ չեմ 2023 թվականից, երբ որոշեցի դադարեցնել այստեղ գործունեությունս ու տեղափոխվել, մտածեցի, որ նաև Facebook-ից պետք է որոշ ժամանակ արձակուրդ վերցնեմ ու այդ արձակուրդը մինչև հիմա շարունակվում է 24 թվականի հրապարակումը, եթե չեմ սխալվում, վերաբերվում է այդ բարի հայկական երեկո Մոսկվայում հաղորդման առաջին թողարկումն էր, որի հյուրը Սիրուշոն էր, այդ հաղորդումն եմ այդտեղ դրել, որովհետև ինձ համար նաև այդպես մանկության երազանք էր Սիրուշոյի հետ հանդիպելը, զրուցելը ու ոնց որ այդ երազանքը իրականացավ, որոշեցի շատերին պատմեմ այդ մասին։ Եվ այդպես, բայց Facebook-ը անկեղծ ասած ի տարբերություն Instagram-ի ինձ համար մի քիչ նյարդայնացնող դեպրեսիվ հարթակ է, այո, ու աշխատում եմ ես էլ գործի բերումով եմ հիմնականում այնտեղ մտնում, ինչ որ բան նայում, դուրս գալիս, հրապարակումներ, ինչ որ մեկնաբանություններ չեմ անում, շատ մտերիմ ընկերների լուսանկարները գուցե այդպես սրտիկում եմ ու անցնում։ Պրոդյուսերական կրթություն չեք ստացել։ Ոչ։ Այսինքն ամեն բան հիմնված է ձեր սեփական հոտառության վրա։ Այո։ Եթե կարելի այդպես ասել։ Այո, կարելի է այդպես ասել։ Այո։ Երբ բացահայտեցիք ձեզ մեջ այդ կարողությունը։ Ինձ համար պրոդյուսերությունը առաջին հերթին կազմակերպելն է, չնայած ինքը այլ բաղադրիչներ էլ ունի, բայց առաջին հերթին գոնե ինձ համար ոչ պրոֆեսիոնալի, ես չեմ համարում ինձ պրոֆեսիոնալ պրոդյուսեր, կազմակերպելն է, աշխատանքի կազմակերպում։ Եվ ես այսպես գլուխ գովալ չլինի, բայց միշտ կարողացել եմ թե ինքս իմ աշխատանքը կազմակերպեմ, հետո ինչ որ մի պահ սկսեցին ինձ վստահել, ինչ որ թիմ ղեկավարել, թե մի աշխատանքը կազմակերպել ու ես դա արեցի ու ոչ չստացվեց։ Ու այդպես որոշեցի, որ կարելի է նաև այդ ուղղությամբ շարժվել, այդ ուղղությամբ գնալ։ Իհարկե, երբ Մոսկվայում էի, այնտեղ որոշ on-line դասերի էլ մասնակցեցի, որոնք նախատեսված էին պրոդյուսերների համար, եւ բավականին հետաքրքիր ինչ որ բաներ այդ մասնագիտության մեջ բացահայտեցի, բայց իհարկե կարծում եմ, որ այն կրթությունը ժուրնալիստիկայում 4 կուրս սովորելը, որ ես անցել եմ, շատ կուզեի, որ այդպիսի մի դպրոց էլ լիներ Հայաստանում, որը հենց նախատեսված կլիներ պրոդյուսերների համար ու ես այնտեղ էլ սովորեի կամ գուցե դրսում, չգիտեմ, ապագայում գուցե դա էլ ստացվի, ինձ շատ գրավում է ամերիկյան պրոդյուսերինգի դպրոցը ու բնականաբար ես հնարավորության դեպքում կուզեմ այնտեղ սովորել։ Տեսնենք ինչպես կստացվի։ Հիմա չեմ կարող ասել, որ շատ զբաղվում եմ լրատվության, այսինքն որպես լրագրող չեմ հիմա ավելի շատ աշխատանքի կազմակերպմամբ եմ զբաղվում, բայց իմ իհարկե առաջին մասնագիտությունը շատ սիրում եմ եւ ինձ առաջին հերթին համարում եմ լրագրող ժուրնալիստ։ Այսօր Հայաստանում լրագրությունը եւ լրատվությունը անաչառ են ըստ ձեզ, թե ոչ։ Ընդհանրապես աշխարհում չկա անաչառ լրատվություն եւ լրագրություն, երբևէ չեմ էլ մտածել, որ դա եղել է, իհարկե ժուրնալիստիկայի ֆակուլտետում բոլորը դասախոսները ասում են, որ լրագրողները անաչառ պետք է լինեն եւ այլն, բայց լրագրողն էլ ինքն էլ մարդ է, ինքն էլ իր ներաշխարհ ունի, իր հայացքները ունի եւ դու չես կարող քո
քեզնից ամբողջությամբ 100%-ով կտրվել որևէ իրադարձություն լուսաբանելիս եւ որևէ դեպքի մասին գրելիս, հետեւաբար ինչքան էլ դու ուզես միայն երևի թե լուր հաղորդելիս դու կարող ես լինել այսպես չոր փաստերի տերը ու դրանք միայն հաղորդել, միայն լուրեր հաղորդելիս, բայց եթե այդ լուրերը շատ չոր են լինում, այսինքն այդ դասական 5 W-ներ, այդ 5 հարցերին պատասխանող լուրեր են լինում, դրանք հիմա այդքան էլ հետաքրքիր չեն, հատկապես հեռուստատեսությունում, եթե դու մեկնաբանություն չես բերում այդ լուրերին, քո տեսանկյունից չես ներկայացնում դրանք, չես հիշեցնում ինչ որ բաներ, որոնք կօգնեն լսողին ավելի լավ հասկանալ, թե դու ինչու ես որոշել հենց այդ լուրը այս ժամին հաղորդել, եթե դու դա չես անում, հետաքրքիր չես լինում, իսկ եթե դու դա անում ես, արդեն փաստերի ընտրությունն էլ արդեն ինքը սուբյեկտիվ աշխատանք է, հետեւաբար դու այդ դեպքում արդեն օբյեկտիվ ժուրնալիստիկայի մասին խոսելը ինձ թվում է ճիշտ չի։ Ես այս հարցի վերաբերյալ ձեզ դեռևս մի քանի հարցեր ունեմ ուղղելու, բայց քանի որ այս ընթացքում դուք պետք է լվացվեք, ես պետք է խնդրեմ, որպեսզի դադարեցնենք նկարահանումը, այնուհետև վերադառնանք եւ անցնենք բանջարեղենի կտրատմանը։ Այո։ Շնորհակալություն, Տարոն, բայց տիրապետում ես ոնց որ խոհանոցին, դուք Հաջողվեց ոսկեչական ձևով կտրտեցիր։ Դե ես ոնց որ չասեցի, բայց ես երեք մի հատ փորձ արել եմ տանը։ Բա ուրա։ Կերել ենք։ Լրի։ Այդքան համով էր ստացվել։ Շուզեցի էլի ուղղակի գլուխը շատ գովամ։ Չի, ստացվում է որ պրեմիերա չի։ Պրեմիերայա եթերում։ Երեք փակ դիտումներ, այսօր պրեմիերա։ Ծնողներիս համար եմ սարքել։ Հասկացա։ Իրանք շատ գոհ էին ամենայն դեպս։ Ահա։ Մենք էլ ենք գոհ լինելու։ Ես էլ փորձեցի, վատը չէր, հա։ Կհամոզվենք մի քանի րոպեից։ Այո։ Մաքրամաքուր կերպով շարունակում ենք մեր նկարահանումները եւ ինչպես խոստացել էի նախորդ թիվ զրույցի վերաբերյալ մի քանի պարզաբանում։ Երբևէ ձեզ մոտ եղել է այնպիսի զգացողություն, որ պետք է ձեր անձնական էմոցիան դնեք հաղորդվող լուրի մեջ։ Դա ինքնաբերաբար է ստացվել, հատկապես 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, թե կադրում, թե կադրից դուրս լուսաբանելիս մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունները, դրա շուրջ արձագանքները եւ մեր նահատակ հերոսների մասին ռեպորտաժներ անելիս, այդ ռեպորտաժները եթերում ներկայացնելիս, առանց դրա դու ուղղակի կվերածվես ռոբոտի ու քեզ լսող մարդիկ ուղղակի չեն հավատա, որ դու իսկապես ցավում ես իրանց պես ու դու ես հայ ու այդ ամեն ինչը կպչում է շատ ուժեղ քո սրտին էլ։ Պարզ է։ Հաջորդ գործողությունը, որը պետք է իրականացնենք խոհանոցում, ո՞րն է։ Սկզբում կարող ենք, լավ, եկեք ուրեմն սա կտրատենք, հետո կզբաղվենք ձկով։ Մինչև ջառոց դնելը մի քանի բան ունենք անելու։ Դուք ասացիք, որ վստահ եք հեռուստատեսությունը երբևէ չի մահանալու, ես նույնպես վստահ եմ, որ հեռուստատեսությունն ու թատրոնը մշտապես ապրելու են եւ դրանք բոլորը ուղղակի օդի մեջ պնդումներ են, բայց ժամանակակից տեխնոլոգիաները այսօր փոխարինում են մարդկանց եւ երբեմն նույնիսկ վախենալու աստիճանի է դա հասնում, խոսքս արհեստական բանականության մասին է։ Կգա ըստ ձեզ մի որևէ ժամանակաշրջան, երբ լրագրողներին, երբ հեռուստամեկնաբաններին կփոխարինի արհեստական բանականությունը։ Մի հետաքրքիր միտք լսեցի վերջերս արհեստական բանականության մասին, ասացին արհեստական բանականությունից կարող ենք սկսել վախենալ այն ժամանակ, երբ նա կհորինի այնպիսի անեկդոտներ, որ մարդը կկարդա ու իսկապես կծիծաղի։ Այսինքն քանի դեռ նա մեր զգացմունքները չի կարողացել փոխարինել, ինքը ուղղակի մեզ համար զուտ գործիք է եւ ոչ մեր մրցակից է։ Ես հիմա իմ աշխատանքի բերումով նույնպես աշխատում եմ արհեստական բանականության հետ, տարբեր աշխատանքներ անելիս, որը իսկապես արագացնում է քո գործը։ Օրինակ, ինչ որ տեքստեր խմբագրել, ինչ որ տեքստեր խմբագրել, ինչ որ
լուրեր գտնել, այդ լուրերը ձևակերպել, արագ թարգմանել, բայց միևնույն ժամանակ այնպես չի, որ ինքը կարողանում է ինձ 100%-անոց իմ ուզած տեքստը տալ։ Ես բնականաբար դա խմբագրում եմ, նայում եմ, փաստերը իր բերած փաստերը ես էլ ստուգում եմ, կամ նրան խնդրում եմ, որ իր աղբյուրները թե որտեղից է այս ինֆորմացիան վերցրել, անպայման ինձ հղումը տա այդ աղբյուրների, որովհետև բնականաբար ինքը տեխնիկա է, արհեստական ինչ-որ մի բան, հետևաբար իրեն այդպես կուրորեն վստահելը, հավատալը բնականաբար խելամիտ չի։ Ինչ ենք անում հիմա պղպեղը կտրատելու ենք։ Պղպեղը կտրատում ենք, հետո երևի հերիք այսքան։ Պետք է այս ամենը խառնել իրար, թե առանձին կխառնենք, առանձին կխառնենք, որովհետև ձուկը պետքա փաթաթենք փայլատի թեղի մեջ, ֆոլգայի մեջ, սա էլ կողքերը կշարենք։ Իսկ ուրցով եւ պղպեղներով աղով համեմելու կարիք այս պահին չկա, որպեսզի համերը ներծծվեն։ Ձուկը կա, հիմա կանենք։ Լավ։ Ձուկը կա։ Տարոն, երբևէ մտածել եք դասավանդելու մասին եւ ձեր փորձը սերունդներին փոխանցելու մասին։ Դասավանդել այդպես դասական առումով մտնել համալսարան, լսարան, այդպես երբեք չեմ կարծում, որ ես դեռ այդ տարիքին հասել եմ, բայց խմբագրությունում նոր լրագրողներ, որ գալիս են, անփորձ ուսանողներ, բնականաբար դա էլ է կոչվում դասավանդել, երբ դու քո իմացած գիտելիքներով փորձում ես նրանց էլ պատմել, թե ինչը ինչպես է պետք անել, ինչպես ես դու ընդհանրապես պատկերացնում այս աշխատանքը, որին հրավիրել ես նաև նրանց, որ միասին անեք, հետևաբար կարծում եմ, որ դա էլ է դասավանդման մի ձև, որը ոչ ակադեմիական այդպես լսարանային վիճակներում չի, այլ ուղղակի խմբագրություն է, որտեղ ավելի թեթև են եւ ես էլ անկեղծ որ ասեմ, իհարկե ես շատ շնորհակալ եմ համալսարանին, ժուրնալիստիկայի ֆակուլտետին, իմ բոլոր դասախոսներին, ովքեր որ ինձ շատ գիտելիքներ են տվել, բայց հիմնական պրակտիկ գիտելիքները, որոնք հենց պետք են լրագրողին, դու դա սովորում ես խմբագրություններում, կարդալով քո ավագ գործընկերների տեքստերը, լսելով նրանց դիտողությունները եւ այլն, լսելով շատ խմբագրին, քո ղեկավարներին, ես փառք Աստծո ունեցել եմ շատ լավ ղեկավարներ, շատ լավ ավագ գործընկերներ, ավագ ընկերներ, ովքեր ինձ շատ բան են սովորացրել հենց պրակտիկ լրագրության համար։ Հաջողակ դնեմ։ Այո, հաջողակ լրագրող, լայն թափով առաջ գնացող պրոդյուսեր, լավ մեքենա ունեցող մարդ, բնակարան ունեցող, պատրաստող, ձեր թույլտվությամբ խոսենք նաև ձեր անձնականի մասին։ Այո։ Խոսենք ձեր անձնականի մասին։ Խոսենք։ Ամուսնացած չեմ եղել, բայց անպայման պատրաստվում եմ ամուսնանալ։ Պատրաստվում եք ամուսնանալ։ Կա այդպիսի երջանիկ մարդ, շատ լավ է եւ գովելի եւ հրաշալի։ Այո։ Տարոն, ինչ է պետք լավ լրագրող լինելու համար, որովհետեւ ես վատ լրագրության կոնկրետ դեպքեր նույնիսկ կարող եմ նշել, բայց կադրից դուրս իհարկե, ոչ կադրում, բայց լավ լրագրող լինելու համար ինչ է անհրաժեշտ։ Ազնվությունը առաջին հերթին ինքդ քո նկատմամբ, որ այն ինչ որ անում ես, դա քո խղճի եւ համոզմունքների հետ պետքա համատեղվի, որովհետեւ ինչ որ մի պահի դու կամ կվերածվես անհոգի ու անսիրտ մի մարդու, ով որ այդպես ավելի շատ ոչ թե իրան կընկալեն որպես լրագրող, այլ մեկով գնում հարձակվում է մարդկանց վրա եւ ամեն կերպ փորձում է իր ինֆորմացիան վերցնել, երևի այդ խղճի ու ազնվության հետ որ հաշ լինես, ինձ թվում է այդ եւ իհարկե լավ գոլեգաներ, ավագ գործընկերներ, ովքեր քեզ իսկապես կկարողանան ճիշտ խորհուրդներ տալ, ճիշտ ճանապարհ ցույց տալ ու նաև մեծ ցանկություն, չգիտեմ, առանց մեծ գումարի աշխատել շատ երկար ժամանակ, չհոգնել, չտրտնջալ, շատ բաներ, որոնք որ գուցե այլ մասնագիտությունների համար պետք չեն, որովհետև լրագրությունը այդպես գրասենյակային օֆիսային աշխատանքը չի, չնայած հիմա մի փոքր այդպիսին նա դարձել,
բայց միևնույնն է լրագրությունը առաջին հերթին այդ դեպքի վայրում աշխատանքն է, որից ավելի հաճելի բան ես չեմ պատկերացնում այս մասնագիտության մեջ։ Կխնդրեմ, որպեսզի հիմա համեմեք ձուկը եւ մենք շատ քիչ եթերային ժամանակ ունենք։ Պետք չի, մեզ պետք, բայց ես ամեն դեպքում ձեթը կարող եմ։ Ձեթը պետք գալու է, ձեթը պետք գալու է, շնորհակալություն բանջարեղենի համար։ Տարոն, ինչու են լրագրողները թիրախավորվում եւ ինչու լրագրողներին չեն սիրում հատկապես պաշտոնյաները։ Գիտեք, ես չեմ կարծում, որ պաշտոնյաները չեն սիրում լրագրողներին։ Եթե դու պատրաստ ես այդ պաշտոնին ու ստանձնել ես այդ պաշտոնը, դու վստահաբար գիտակցում ես, որ քո գլխավոր աշխատանքներից գործողություններից մեկը գրեթե ամենօրյա շփումը պետք է լինի մեդիայի ներկայացուցիչների, լրագրողների հետ ու իհարկե չեմ ասում, որ լրագրողները միշտ եւ ամենուրեք բարեխիղճ են աշխատում, բայց դու պետք է միշտ պատրաստ լինես, որ քեզ անպայման սուր հարցեր են տալու եւ քո գործողությունները միշտ ուշադրության կենտրոնում են եւ ինչքան որ պաշտոնդ բարձր ինչքան որ աշխատանքդ կարևոր է, հանրային նշանակությունը նրա մեծ է, այնքան դու պետք է իմանաս, որ ավելի շատ քննադատվելու ես քո յուրաքանչյուր սխալի համար, բայց միևնույն ժամանակ պետք է իմանաս, որ բարեխիղճ ու ամեն ինչ տեսնող ու գնահատող լրագրողները անպայման խոսելու են նաև քո լավ աշխատանքի մասին, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյա, մինչև պաշտոնը ստանձնելը, պետք է գոնե, չգիտեմ, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս անցնի ինչ-որ կուրս մամուլի լրատվամիջոցների հետ շփվելու։ Համեմեք ձուկը, ես կխնդրեմ, որպեսզի մենք եւս մեկ անգամ դադարեցնենք մեր նկարահանումը, այնուհետեւ վերադառնանք այն ժամանակ, երբ այս ամենը պետք է տեղափոխել ջեռոցի մեջ։ Շնորհակալություն։ Իսկ կա տենց չգրված օրենք, որ լրագրողներին ասում են պետքա պաշտոնյաներին անպայման թույն ու թարախ հարցեր տալ։ Ես չեմ աշխատել այդպիսի խմբագրություններում։ Չէ, չգրված օրենք, ինչ որ տենց Դե կարծում եմ յուրաքանչյուր խմբագրություն ունի իր խմբագրական գիծը, իր քաղաքականությունը, ու այդ չգրված օրենքները հիմնականում այդտեղ էլ, այսպես ասած, գրվում են, հետեւաբար, չգիտեմ, գուցե լինեն այդպիսի խմբագրություններ, որոնց հիմնական խնդիրը հենց այդ տեսակ հարցերով մոտենալն է, իհարկե մենք գիտենք, որ մեր երկրում կան մի քանի այդպիսի լրատվամիջոցներ, որոնցից մեկը արդեն էլ չի այդպիսի լրատվամիջոց հասկանալի պատճառներով, կարծես թե վերջ, հա։ Դե վերջ։ Եվ այսպես, Տարոն։ Եվ այսպես հիմա ջեռոց դնելուց առաջ ձուկը պետքա կարակ դնենք իր մեջ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, ինչպես համեմեցինք ձուկը, արեցինք աղ, պղպեղներ, ուրց, ձկան համար նախատեսված համեմունք եւ աղ։ Տեղափոխում ենք դա փայլատի թեղի վրա, ավելացնում ենք կարակ, ամեն մեկի մեջ մի հատ էսպես դնում ենք։ Հետո նաեւ ձեթով եւ աղով համեմելու ենք բանջարեղենը եւ նույնպես տեղափոխելու ենք ջեռոց։ Շատ ճիշտ եք։ Միասին ենք դնելու ջեռոցում։ Իրարից առանձին են եփվելու, բայց համերը չենք խառնում։ Փայլատի թեղով էսպես փակելու ենք, այդպես է։ Այո։ Լավ։ Սա կարծում եմ շատ կարճ գործողություն է, չէ՞ իրենից ենթադրում։ Այո, շատ։ Երկար չի տևի։ Չեք կարոտել հեռուստատեսությունում ձեզ կամ շատ հակառակը։ Շատ կադրում, շատ եմ կարոտել։ Սպասենք ձեր վերադարձին մեծ շուկա։ Կարծում եմ տա Աստված, կարծում եմ որ կստացվի ինչ որ բանի, այո։ Իսկ ոչերը ինչու մտածեցիք։ Երկու հատ պետք է անենք, որովհետև սա փոքր է, այս ամբողջը չի տեղավորվի մեկի մեջ։ Հիմա սա փակենք։ Դե կարծում եմ մեր հաջորդ հանդիպումը կլինի սեղանի շուրջ, երբ կհամտեսենք այն ամենը, ինչ պատրաստել եք, եւս մեկ անգամ հիշեք անունը, որով պատրաստում եք անվանակոչել ուտեստը։ Ձուկը մեր ձևով։ Ձուկը ձեր ձևով։ Ձեզ կդատեն շուտով։ Ինչու։ Չգիտեմ։ Չեն վախացել։ Հիմա Հայաստանում էլ բառ չի մնացել, որ չասեմ։ Հա, չեն վախացրել քեզ Տարոն օրինակ ինչ որ հոդվածների բաների համար, ջնջի, միգրի տենց բաներ,
Սեփական կարծիք մի ունեք։ Չէ, եղել է որ եկել են խմբագրություն, ինչ որ, բայց ոչ իմ արած նյութի համար, այլ լրագրողի նյութի համար, դե ես պրոդյուսերն եմ եւ նաեւ պատասխանատուն մյուսների աշխատանքի համար, ու այն կոնտենտի համար, որը եթերա գնում, եղել է իհարկե որ եկել են ինչ որ, բայց մենք բնականաբար թե մարդկային առումով, թե մասնագիտական առումով բացատրել ենք, որ այն ինչ որ արել ենք, դա առնվազն էթիկայի սահմաններում է ու եթե ինչ որ ձև կարողացել ենք օգնենք, բնականաբար օգնել ենք իրանց խնդրի լուծման համար, պահելով իհարկե մեր մասնագիտական արժանապատվությունը։ Մնացինք սոված։ Սեղանի շուրջ ենք արդեն տարոն, ես անհամբեր սպասում եմ, թե երբ ենք անցնելու փորձելուն, որովհետև շատ քաղցած եմ իրոք։ Շնորհակալություն ձեզ մեզ համար արարելու համար։ Մաղթում եմ բարի ախորժակ։ Ձուկը մեր ձևով։ Մեր ձևով, այո։ Դուք ընտրեցիք։ Մեզ բարի ախորժակ։ Ավելացրեցիք նաև կիտրոնը։ Թույլ տվեք հյուրասիրել ձեզ տարոն։ Համեցեք։ Կիտրոնը նույնպես նախընտրում եք վստահ եմ եւ մեկ լոլիկ։ Ահա, խնդրեմ։ Ձեզ բարի ախորժակ։ Ես ձեզ շնորհակալ եմ հատկապես նրա համար, դե ես խոհանոցում տենց երբեք չեմ եղնում, բայց այսօր որ այս ամեն ինչը արեցի, մտածեցի, որ գուցե հետաքրքրի ինձ արդեն խոհանոցը, մի քիչ ավելի շուշուտ կան արդեն հետաքրքիր բաներ պատրաստեմ, ձեզ հրավիրեմ։ Կան, շատ ավելի լավ, հիմա անցնենք համտեսելուն։ Տարոն։ Շնորհակալություն։ Շատ անկեղծ, ես միշտ անկեղծ եմ կարծիք հայտնում, հրաշալի է ստացվել, ուղղակի շատ հյութեղ, շատ փափուկ եւ շատ համեղ։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Մինչ նորանոր ստեղծագործություններ։ Շնորհակալություն։ Չէ, պետք էր որ դու գայիր Դիլիջանից Երևան, հաստատվեիր։ Եվ Լուրջ համով, հա։ Շատ, դե դու կեր ասա, եթե ձկան սիրահարես, հաստատ կպատկերացնես ինչքան համով է ստացվել։ Ամեն ինչը տեղը, աղը տեղը, համեմունքները, ուրցը շատ հետաքրքիր։ Բայց իսկականից, հա։ Բա որ ասում եմ, Սևանի իշխան, ամեն դեպքում էլի։ Մերոնք ուրցին դեմ էին, ասում էին միսը կսևացնի, բան, ասի չէ, պետք է լինի ուրցը։ Շատ գեղեցկացրեց միսը, ուրցը։ Ընտիր, տարոն։ Ուռա! Շատ ուռա։ Շատ։ Տարոն շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար եւ ամենակարևորը պետք է ասեմ, որ պրեմիերան միանշանակ հաջողված է եւ ընդհանրապես ինձ մոտ կասկած չէր առաջանում, որ դա ստացվելու է։ Շատ շնորհակալություն լավ խոսքերի համար ու որ հյուրընկալվեցիք։ Առանց տեսախցիկ էլ ամեն անգամ սպասում ենք ձեզ, համեցեք։ Շատ շնորհակալություն, մենք վստահաբար հաշվի կառնենք այդ փաստը, իսկ ձեզ մաղթում եմ լավ օրվա շարունակություն։ Շնորհակալություն, հաջողություն։ Գնամ հաջորդը մտածեմ, թե հաջորդ անգամ ինչ եմ պատրաստելու ձեր համար։ Դե հաջորդը ո՞րն է, այսօրվա գործը վաղվան չեն թողնում, մի անգամից հիմա շուտ մի բան կազմակերպի արագ, բայց ինչ ես պատրաստելու մյուսը, օրինակ մսային տենց։ Մսային եք ուզում։ Եսի, կարամ հարիսա եփեմ։ Գնացինք, գնանք գնումների։ Կա հաղթանը։ Գնացինք, դե վсё, սարքի, շուտ, արագ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino.
Enjoy rich and creamy foam with Choco Granule. Torabika Cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.